Կներեք, չեմ ուզում խոսել։ Հիմա այդ որ միացած եկաք Լիա ջան, չի նշանակում որ պիտի խոսեմ։ Պարոն Աթոմյան, ձեզ աշխատանքից հեռացնելու պատճառը ներկայացվում էր, որ դուք Դավիթ Տոնոյանին հնարավորություն եք տվել, որ իր մորը այցելի։ Արդյոք դա էր պատճառը, որ ձեզ հեռացրեցին։ Ինչ չեն հեռացրել, ես իմ դիմումի համաձայն եմ ազատվել։ Բայց դա է եղել առիթը։ Չեմ կարող ասել։ Բայց Առիթ չի եղել որևէ։ Նման դեպք եղել է, ազատվել եմ։ բայց նման դեպք եղել է, որ Դավիթ Տոնոյանին ընդառաջեք կալանքի եղած։ Ես երբեք։ Ոչ, չեմ ընդառաջել։ Իսկ ինչի որոշեցիք դուրս գալ աշխատանքից։ Ուզում եի ավելի ազատ կյանքով զբաղվել իմ գործերով։ Դուք Արգիշտիկ Հերամյանի հետ ինչ հարաբերությունների մեջ եք եղել։ Նորմալ գործընկեր է։ Որևէ խնդիր չի եղել ձեր միջև։ Տեղեկություն կա, որ հենց Արգիշտիկ Հերամյանն է նպաստել, որպեսզի դուք ազատվեք աշխատանքից։ Ես չունեմ նման տեղեկություններ։ Դուք ավելի լավ գիտեք ինչ որ բաներ, չգիտեմ որտեղից եք լսել, ես տենց բան չեմ լսել։ Դուք այժմ որևէ պաշտոն չեք զբաղեցնում։ Այո։ Իսկ ի՞նչն է ձեզ դրդել, որ գաք մասնակցեք այն պատարագին, որը մատուցում է արդեն կարգալույց եղած։ Այո, Վեհապար Հայրապետը նրան ազատել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Հա, այդ իր գործն է։ Մենք չենք ընդունում դա։ Իսկ ինչ եք առաջարկում։ Ինչ եմ առաջարկում։ Ես ինչ գործ ունեմ առաջարկեմ, թե եկեղեցական հարաբերությունները ոնց կարգավորվում, ուղղակի մենք չենք ընդունում, որտեղ թեմակալ առաջնորդը իմ կարծիքով ուղղորդվել է այն սկզբունքից, որ իր իշխանությունը չի ընդունում Հայր Գևորգը եւ դրա համար ինքը փորձում է տեղափոխել կամ չգիտեմ, ազատել զբաղեցած պաշտոնից, որը մեր համար ընդունելի չի։ Հիմա եթե մեկն էլ օրինակ ձեր աշխատանքից ազատվել է, չընդունի ու գա ձեր նախկին կառույցի հիման վրա հետ կապված ձեզ հարցերով դիմի, ինչ որ բաներ ասի։ Հիմա դուք անում եք այդ։ Եկել եք հարցերով դիմում եք։ Չէ, նկատի ունեմ ի պաշտոն է, հա, դա ինչ է նշանակում, որ եկեղեցու առաջնորդը որոշում է կայացնում, դա նույնն է, որ հիմա օրինակ ձեզ Նիկոլ Փաշինյանը օրինակ նախարար նշանակի կամ այլ պաշտոնի եւ որոշ մարդիկ լինեն ու ասեն չենք ընդունում եւ ձեզ նախարար չեն ճանաչում, հա, դա մոտավոր նույն բանն է լինելու։ Չէ, նույն բանը չի իմ կարծիքով։ Իմ կարծիքով նույն բանը չի։ Նիկոլ Փաշինյանը օրինակ ասում է մենք չենք ընդունում Կտրիչ Ներսիսյանին։ Ամենայն հայ կաթողիկոսին այդպես դիմում եւ իր որոշումներն էլ մեզ համար ընդունելի չեն եւ ուղարկում է քահանաներին, մարդկանց ովքեր կարգալույս են եղել, եկեղեցիների բանալիներն են փոխվում եւ այլն։ Ով է ուղարկում։ Նիկոլ Փաշինյանը նաեւ անվտանգություն է տրամադրում տվյալ անձանց։ Հիմա հարցը դրանում չէ։ Նույն եթե ամենայն հայ կաթողիկոսը ասի, որ մենք չենք ընդունում, ես չեմ ընդունում Նիկոլ Փաշինյանին եւ վերջ, ասել է արդեն։ Չեմ ընդունում եւ գնա Նիկոլ Փաշինյանի նշանակած կադրերին, ասի դուք դուրս եկեք այս կաբինետներից, մենք ձեզ չենք ընդունում։ Եթե նման հնարավորություն ունենար, անպայման կանեին, ես կարծում եմ, Իսկ ով է տվել Նիկոլ Փաշինյանին այդ հնարավորությունը, եթե սահմանափակված արգելված է միջամտել եկեղեցու գործերին։ Որևէ միջամտություն չկա, ընդհանրապես պատարագի տեքստը խմբագրելը միջամտություն չէ։ Չէ, վարչապետը հայտարարում է, որ որտեղ որ հնչի այդ անունը, ես այդ պատարագին չեմ մասնակցի։ Ինքը չի հորդորում խմբագրեք կամ ինչ որ։ Չէ, նախորդ ընդունել է, որ աշխատակիցները։ Չէ, մի րոպե, պարոն Աթոմյան, ասում է աշխատակիցներ չեն ուղարկում, վարչապետը այդ մասին խոսել է, այդ հարցերով խնդրում դիմեք վարչապետին։ Ընդունել է։ Ոչ, չի ընդունել, ես կարծում եմ, որ ինքը չէ, ինքը ընդհանրապես ասել է, եթե ինչ որ մեկը կա, որ մոտենում է, ինչ որ մեկը կա, որ մոտիկ է համարում տվյալ քահանային կամ տվյալ հոգևոր հորը, մոտենում ասում են, եթե ուզում եք մասնակցի վարչապետը, ուրեմն մի շրջան։ Չէ, վարչապետը նախորդ 5 շաբթի դեպքերից հետո հատկապես այդ մասին հայտին դարձավ, որ ԱԱԾ աշխատակիցներին իր բառերով ասած խնդրել է, որ գնան համոզեն եւ սակայն արդյունքի չհասան։ Ես որ լսել եմ այդպիսի հայտարարություն ես չեմ լսել։ Վարչապետի ասած որ ԱԱԾ-ն զբաղվի նման հարցերով։ ԱԱԾ-ն չէ, վարչապետը հստակ այդ մասին խոսել է եւ ասել է, որ կարող է լինել ինչ որ ԱԱԾ աշխատակից, կարող է լինել այդ քահանայի հարևանը, կարող է լինել բարեկամը, որովհետեւ այտենց բան ես չեմ լսել, որ ինքը ասի ես խնդրել եմ ԱԱԾ աշխատակցին, ինձ թվում է այդ դուք այդ մասը ճիշտ չեք հասկացել վարչապետի ասածը։ Ես ամեն դեպքում որ լսել եմ իր ասածը, հասկացել եմ տենց ու հստակ կարող եք դնել նայել, ինքը տենց է արտահայտում։ Կարող է լինի իր հարևանը, բարեկամը կամ ծանոթը, որ մոտենում է քահանային ասում է, եթե վարչապետը գալիս է, խնդրում ենք չշոշափել այդ ամենը, եթե հնարավոր է։ Եթե չէ, ուրեմն չի մասնակցում։ Հարևան բարեկամների մեջ հոգևորականներ, որոնց խնդրել եք կաթողիկոսյանը չտալ։ Չէ, չունեմ տենց բարեկամ, հարևան կամ հարազատ։
բայց պատրաստվում է գնալ տարբեր եկեղեցիներ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է որտորել։ Որտեղ որ նպատակահարմար եմ համարում, այդտեղ գնում եմ։ Չէ, գնա քահանային ասեք, կաթողիկոսի անունը մի տուր։ Նիկոլ Փաշինյանը նախորդ 5 շաբթի քաղաքացիներին նման առաջարկ։ Եթե ես ունենայի նման հարազատ, ես իր հետ կքննարկեի, եթե ինքը կարողանար, անպայման կասեի, որ վարչապետը այցելի նաև այդ եկեղեցի։ Եվ մի ճշտող հարց է, չգիտեմ, թվալ գուցե գործընկերներից հարցը նույնիսկ ուշ միացավ։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը որ առաջ հանգել էր կամ ինչ-որ բանը, որ քաղաքացիները, այդ թիմակիցները չգան իր հետ, այլ գնան այլ եկեղեցիներ։ Ինչու դուք չեք այստեղ նրան, երբ որ եկել եք այստեղ իր հետ մասնակցելու։ Որտեղ որ նպատակահարմար եմ համարում այդ պահին, ես անցյալ կիրակի ուրիշ եկեղեցի եմ գնացել։ Այդ պահին այդ եկեղեցի